Բուրըն ծափահարենք Հիսուսին, քանի որ նա սիրում է մեզ, նա միշտ մեզ հետ է եւ ուզում է օրհնել մեզ։ Մենք այսօր գեղեցիկ հանդիպում կունենանք նրա հետ, որը հնարավոր է միայն հավատի եւ Տիրոջ խոսքը լսելու միջոցով։ Այս օրերին մենք տեսնում ենք, թե ինչպես է Աստված բազմաթիվ հրաշքներ գործում, բժշկելով, ազատագրելով, վերափոխելով։ Եվ երեկ մենք այստեղ հիանալի ժամանակ ունեցանք։ Եկեղեցին իսկապես լիքն էր։ Դա մեզ հիշեցրեց համավարակից առաջ այն տարիները, երբ եկեղեցին լեփ-լեցուն էր, բարեկամներ։ Եվ ես շնորհակալ եմ Աստծուն դրա համար։ Աստված բուժում էր, ազատագրում, բայց կարևոր չէ, թե քանի մարդ կա, կարևոր է, որ գոնե 2 կամ 3 հոգի հավաքված լինեն նրա անունով, քանի որ նա ասաց. ես ներկա կլինեմ, այնպես որ մի թողեք, որ սատանան հիմա տխրեցնի ձեզ, նսեմացնի ձեզ, ոչ, այսօր իմ օրը չէ, ես ինձ վստահ չեմ զգում, որովհետև հավատը ոչ մի կապ չունի զգացմունքների հետ, դուք կարող եք զգալ, որ այդպես կլինի, բայց կապված չլինեք Աստծո հետ, այն հավատի միջոցով, որը գալիս է Աստծո խոսքը լսելուց, իսկ խոսքի հետ կապված լինելով, դուք ստանում եք Աստծո օրհնությունը։ Կարդանք Սաղմոս 2-ը 10-րդ խոսք. «Եվ հիմա ով թագավորներ, խոհեմացեք եւ խրատվեցեք, ով երկրի դատավորներ»։ Մենք բոլորս պետք է Աստծո առաջ հավատով քայլենք եւ նրա կամքը կատարենք։ Մենք պետք է ստանձնենք մեր իշխանությունը, սակայն թույլ տանք, որ Աստված առաջնորդի մեզ։ 10. Եվ հիմա ով թագավորներ խոհեմացեք եւ խրատվեցեք, ով երկրի դատավորներ։ Շատ բան կա սովորելու։ Մենք երկրի դատավորներն ենք, իսկ Աստված տիեզերքի դատավորն է։ Մենք իրավունք ունենք չարին ասելու հեռացիր, եւ նա պետք է հեռանա։ Մենք ենք դատավճիռ կայացնում։ Մենք իշխանություն ունենք, որովհետև մեզ Աստված է ուղարկել, բայց միևնույն է, մենք պետք է թույլ տանք, որ Աստված մեզ առաջնորդի։ Ուզում եմ ձեզ մի բան պատմել։ Ես սիրում եմ պատմություններ պատմել, որպեսզի սովորեք եւ կարծում եմ դուք կօրհնվեք։ Նովա Իգուասում իմ հովիվը քարոզում էր, դա 1977-78 թվականներին էր, եւ նա այնտեղ մարդկանց համար աղոթում էր, որ ազատագրվեին։ Մի մարդ մոտեցավ եւ ասաց. «Լսիր հովիվ, ես ուզում եմ, որ դու ինձ ազատագրես իմ մեջ եղած դևից»։ Հովիվը նայեց նրան եւ ասաց. «Ես չեմ աղոթի քո ազատագրման համար, որովհետեւ քո ներսում դև չկա, դու ընդամենը ձևացնում ես, դու խաբեբա ես»։ Նա գլուխը կախեց, իսկ հետո ասաց. «Այդ դևը հիմա կդրսևորվի», բայց հովիվը աղոթքի մեջ էր, զգաց Տիրոջից եւ ասաց ճիշտ խոսքեր, եւ այդ մարդը գլուխը կախեց, հաստատելով, որ ինքն ամբողջությամբ ստի մեջ էր։ Մենք պետք է թույլ տանք, որ Աստված մեզ առաջնորդի եւ չմնանք տեղում քնած։ Բայց այդ խոսքը ինձ համար չէ։ Եթե քեզ համար չլիներ, Աստված քեզ այստեղ չէր բերի ու չէր պատասխանի քո աղոթքին։ Այնպես որ թույլ տուր, թող Աստված խոսի քեզ հետ։ 11. Վախով ծառայեցեք Տիրոջը եւ դողալով ցնծացեք, քանի որ նա թույլ է տալիս մեզ անել իր գործը, ճանաչել իրեն մի հասարակության մեջ, որտեղ այս աշխարհի իմաստուններն ասում են, որ Աստված գոյություն չունի։ Ինչպես թե Աստված գոյություն չունի։ Ամեն ինչ պատահական է եղել։ Այս սնունդը, որը մենք ուտում ենք, որը մեր մեջ էներգիա է դառնում, պատահական է եղել։ Հենց այնպես է առաջացել։ Ամեն բան ստեղծվել է միլիմետրի ճշտությամբ, նույնիսկ միլիմետրից փոքր, նույնիսկ չգիտեմ, միլիմետրի բաժանումները, նանո կամ ինչ էլ որ հիմա ասում են, կամ նույնիսկ դրանից պակաս, Աստված ամեն ինչ պլանավորել է։ Մենք ուտում ենք եւ մեր մարմինը վերցնում է այն, ինչ պետք է, եւ դեն է նետում այն, ինչ անօգուտ է։ Լավ սնունդով կարող եք բուժել հիվանդություններ, կարող եք առողջ մնալ։ Հիմա կան մարդիկ, ովքեր ասում են, ոչ, ես չեմ սիրում այս կամ այն ուտել։ Թվում է, թե շատ մարդիկ նման են երես առած երեխաների։
Սակայն Աստծո ամեն ստեղծածը լավն է, ժամանակ առ ժամանակ լավ է տարբեր բաներ ուտել, որովհետև մեզ այս ամենը պետք է, իսկ եթե դադարես ուտել, կմեռնես։ Շարունակենք 11-ը. վախով ծառայեցեք Տիրոջը եւ դողալով ցնծացեք։ Մենք չենք կարող անտեսել Աստծուն եւ նրա խոսքը։ Եկեք գնանք Դանիելի 10-րդ գլուխը եւ մեկ ուրիշ ուսումնասիրություն կատարենք։ Հրեշտակը երկնքից գալիս է եւ խոսում է Դանիելի հետ Քրիստոսի մասին, միջև նրա մարմնով աշխարհ գալը։ Դա գրված է 10-րդ գլուխ 5-րդ խոսքում, մինչև Քրիստոսի աշխարհ գալը։ Դանիել 10:5-6 Եվ աչքերս բարձրացրի եւ տեսա, եւ ահա մեկ մարդ կտավ հագած եւ մեջքը գոտի կապած ոփազի ոսկիից։ Հետո նա նկարագրում է այդ անձնավորությանը, եւ նրա մարմինը ոսկե քարի նման էր, եւ նրա դեմքը կայծակի երևույթի պես, եւ աչքերը կրակի բոցերի պես, եւ նրա բազուկներն ու ոտները փայլուն պղնձի տեսքի նման էին, եւ նրա խոսքերի ձայնը ամբոխի ձայնի պես։ Դա Քրիստոսը չէր, նա ընդամենը ուղարկվել էր նրա կողմից։ Հետո 10-րդ խոսքում նա ասում է. Եվ ահա մի ձեռք դպավ ինձ եւ կանգնեցրեց ինձ ծունկներիս եւ ձեռքերիս թաթերի վրա, որովհետեւ երբ Դանիելը լսել էր Տիրոջ խոսքի ձայնը, անուժ ընկել էր գետնին։ Հիսուսը նախքան մարմնացումը հոր հետ էր եւ Աստծո հավիտենական խոսքն էր, հոր միածին որդին։ Հետո գրված է այսպես. Դանիել 10:9-10 Եվ լսեցի նրա խոսքերի ձայնը, եւ երբ որ նրա խոսքերի ձայնը լսեցի, ես թմրած եղա, ընկա երեսիս վրա, եւ երեսս գետինն էր, եւ ահա մի ձեռք դիպավ ինձ, եւ կանգնեցրեց ինձ ծունկներիս, ձեռքերիս թաթերի վրա։ Նա կատվի նման իր ձեռքերի եւ ոտքերի վրա էր հենվել, քանի որ ուժ չուներ ոտքի կանգնելու, Աստծո զորության դրսևորման պատճառով։ 10:11-12 Եվ ասեց ինձ. ով Դանիել, ցանկալի մարդ, հասկացիր այն խոսքը, որ ես ասում եմ քեզ, եւ կանգնիր կանգնած տեղդ, որովհետեւ հիմա քեզ մոտ ուղարկվեցա։ Եվ նա այս խոսքը ինձ հետ խոսելիս, ես կանգնեցի դողալով, եւ նա ինձ ասեց. մի վախենար, ով Դանիել, որովհետև այն առաջի օրիցը, որ սիրտ տվիր ինձ հասկանալու եւ քո անձը խոնարհացնելու քո Աստծո առաջին, քո խոսքերը լսվելու են եւ ես եկա քո խոսքերի համար։ Սա այսօր մեր դասն է։ Առաջին իսկ օրվանից, երբ խոնարհվում ենք Աստծո առաջ, սկսում ենք եկեղեցի հաճախել, մեր կյանքում լուծել մեղքի հետ կապված հարցերը, մեր կյանքը սկսում է վերափոխվել։ Այդ ընթացքում, եթե մենք խոսենք, մեր խոսքերը նույնպես կլսվեն։ Ահա այս մասին էր խոսվում վերևում։ Դանիել 12 Եվ նա ինձ ասաց. մի վախենար, ով Դանիել, որովհետև այն առաջի օրիցը, որ սիրտ տվիր հասկանալու եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստծո առաջին, քո խոսքերը լսվելու են եւ ես եկա քո խոսքերի համար։ Երբ մենք աղոթում ենք, Աստված լսում է մեզ, նա անշուշտ կպատասխանի մեզ, սակայն իր ժամանակին, եւ հենց դրա համար էլ նա մեզ պատրաստում է։ Ադամի մեղքի վնասը մեր կյանքում շատ մեծ եղավ, սակայն Հիսուսով մենք այսօր կարող ենք մոտենալ Աստծուն։ Որոշները փափագով են մոտենում, իսկ որոշները նույնիսկ ցանկություն չունեն։ Նրանք նույնպես ուզում են օրհնվել, սակայն չեն ուզում մտնել հոգևոր բաների մեջ, կարծես դրանք անկարևոր բաներ են, սակայն Աստված է մեր արարիչը, ով ստեղծեց ամեն բան։ Մենք կամ նրա հետ կլինենք հավիտենության մեջ, կամ էլ առանց նրա կլինենք հավիտենական պատժի եւ տառապանքի վայրում։ Կա ընդամենը այս երկու տարբերակը՝ լույս կամ խավար, կյանք կամ մահ, երրորդը չկա։ Մարդիկ երբեմն խաղում են հոգևոր կյանքի հետ, սակայն Աստված ուզում է մեզ զորացնել, հաղթանակած դարձնել։
օրհնություն դարձնել։ Երբ Աստված գործում է մարդու կյանքում, մարդը սկսում է հասկանալ, իսկ երբ նա խոսում է եւ դու մերժում ես, նա դադարում է խոսել եւ դու դեմ ես դուրս գալիս մեկին, ով ունի ողջ սրբությունը, զորությունը, իշխանությունը երկնքում եւ երկրի վրա։ Հետո գրված է 12. Եվ նա ինձ ասաց. մի վախենար ով Դանիել, որովհետև այն առաջին օրիցը, որ սիրտ տվիր հասկանալու եւ քո անձը խոնարհացնելու քո Աստծո առաջին, քո խոսքերը լսվելու են, եւ ես եկա քո խոսքերի համար։ Նա 21 օր ծոմ էր պահել, 13 ախորժելի հաց չկերա եւ միս ու գինի չմտավ բերանս եւ բնավ չոցվեցա միջև որ 3 յոթնյակ օրերը լրացան։ Նա այս ամբողջ ժամանակ անցկացրեց Աստծո մասին մտածելով։ Եթե զգում ես, որ Աստված խոսեց քեզ հետ, գնա եւ արա դա։ Երբեմն ինձ ասում են, որ ես էլ Դանիելի ծոմ պահեմ։ Ես ասում եմ ոչ, ես նման բան չեմ զգացել Տիրոջից։ Եթե Աստված ասի, կանեմ, մեծագույն ուրախությամբ, բայց ինչու անեմ, եթե նա ինձ չի ասել։ Ամեն բան պետք է նրանից գա։ Ես չեմ կարող հորինել, Աստված այսօր պետք է ինձ բժշկի, նա պարտավոր է դա անի, ոչ, Աստված ինքն է ամեն բան որոշում։ Մի ամերիկացի հովիվ ինձ հարցրեց. Ինչ նախագծեր ունեք առաջիկա 5-ից 10 տարիների համար։ Նրանք այնտեղ շատ են սիրում նախագծեր կազմել։ Ես նախագիծ չունեմ։ Չունեք։ Ոչ, որովհետև ես ուզում եմ իմանալ, թե ինչ ունի Աստված ինձ համար ծրագրած։ Ես չեմ պատրաստվում ասուն սովորեցնել, որ անի, ինչ ես եմ ուզում կամ մտածում։ Ես ուզում եմ անել այն, ինչ նա է ինձ ասում։ Ես կծառայեմ նրան, իսկ նա ինձ կառաջնորդի։ Տերն ասում է, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն։ Մենք պետք է լիովին կախված լինենք նրանից։ Երբ նա խոսում է, բարեկամս, պետք է 100% վստահենք նրան։ Եթե նա խոստացել է, ուրեմն կանի։ 13. Եվ Պարսից թագավորության իշխանը կանգնել էր իր դիմացը 21 օր։ Եվ ահա Միքայելը, առաջի իշխաններից մեկը, եկավ ինձ օգնելու։ Եվ ես մնացի այնտեղ Պարսից թագավորի կշտին։ Այս հրեշտակը լուրջ խնդիր ուներ, քանի որ Հիսուսը դեռ չէր իջել դժոխք եւ հաղթել սատանային։ Մահից հետո նա իջավ այնտեղ հաղթելով սատանային ու դժոխքի իշխանություններին։ Նրանք կատաղի ուժ ունեին, բայց Հիսուսը մերկացրեց նրանց։ Այսօր նրանք այլևս չունեն դա։ Դուք չպետք է վախենաք որևէ դևից։ Եթե դուք Աստծուց եք, դրանք չեն կարող դիպչել ձեզ։ Եվ եթե դուք մի փոքր ավելի հավատի մեջ աճեք եւ ուխտի մեջ մտնեք Աստծո հետ, նա խոստանում է, որ ձեզ ոչ մի վնաս չի պատահի եւ ոչ մի հարված չի հասնի ձեր վրանին։ Դուք դավանում եք այս օրհնությունը եւ կհաղթեք, քանի որ Աստված կտա այդ օրհնությունը ձեզ։ Նույնիսկ եթե դուք երբեք դպրոց չեք գնացել կամ աշխարհի ամենակրթված մարդն եք։ Դանիել 10:13 Եվ Պարսից թագավորության իշխանը կանգնել էր իր դիմացը 21 օր։ Եվ ահա Միքայելը, առաջի իշխաններից մեկը, եկավ ինձ օգնելու, եւ ես մնացի այնտեղ Պարսից թագավորի կշտին։ Այսպիսով նա եկավ օգնության, քանի որ հակառակությունն ուժեղ էր։ Այսօր բարեկամներս, այլևս նման բան չկա։ Կողոսացիներին ուղված նամակում գրված է, որ Հիսուսը դրանց ամբողջությամբ զրկեց իշխանությունից։ Աստվածաշնչի մի մեկնաբան ասում է, որ այդտեղ նույնն էր, ինչ անցյալի թագավորներն էին անում։ Նրանք պատերազմում էին որևէ թագավորության դեմ, հաղթում էին եւ գերի էին վերցնում թագավորին եւ նրա իշխաններին։ Հետո շղթայակապ բերում էին իրենց մայրաքաղաք։ Պատմաբաններն ասում են, որ Նինվեն ուներ լայն եւ շատ երկար պողոտա, եւ երբ նրանք շքերթով անցնում էին, ամբողջ ժողովուրդը փողոցի մի կողմում եւ մյուս կողմում ծափահարում էին իրենց թագավորին։ Մյուս թագավորը, որ պարտվել էր, խոստովանում էր. «Ես պարտված եմ, ես այլևս արժանի չեմ»։ Սա հենց այն է, ինչ Տեր Հիսուսն արեց սատանային։ Այդ մեկնաբանն ասում է, որ Հիսուս առաջնորդեց երկնային իշխանություններին շքերթով ցույց տալու դևերի պարտությունը, որոնք մի ժամանակ ուժեղ էին, բայց ոչ այսօր։ 14
Եվ ես եկա քեզ հասկացնելու, թե ինչ պետք է պատահի քո ժողովրդին վերջի օրերումը, որովհետև տեսիլքը տակավին այն օրերի համար է։ Ես այստեղ կանգ կառնեմ, քանի որ սա այսօրվա մեր պատգամի հետ կապ չունի, բայց միշտ էլ լավ է ուսումնասիրել եւ սովորել, քանի որ Աստվածաշնչում ամեն ինչ մեզ է վերաբերում։ Երբեմն մենք կարդում ենք Երեմիայի խնդիրների մասին։ Նրան նետեցին զնդանը եւ այլն, եւ մենք կարծում ենք, որ մենք պետք է ծառայենք Աստծուն հենց այդպես։ Ոչ, Աստծուն ծառայելը այսօր այլ է։ Դա այն ժամանակվա պատկերն էր, թե ինչ կպատահեր, եթե այն ժամանակ ապրեինք։ Այսօր մենք այստեղ ազատություն ունենք քարոզելու ավետարանը։ Որն է մեր օրինակը։ Հիսուսը։ Գործք Առաքելոց 10:38-ում գրված է, թե ինչպես Աստված Հիսուսն ազովրեցուն օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ։ Նա ամենուրեք բարիք էր անում ու բժշկում բոլոր նրանց, ովքեր ճնշված էին սատանայի կողմից։ Մենք բոլորս պարտավոր չենք անցնել միևնույն ճգնաժամի միջով։ Եթե ես չտառապեմ, չեմ անցնի։ Սա սուտ է։ Դուք կարող եք անցնել հավատով։ Անցյալում դևերը մեծ իշխանություն ունեն երկրի վրա Ադամի մեղքի պատճառով։ Այսօր նրանք պարտված են եւ նույնիսկ իրենց մնացած զորությունը պարտվում է եկեղեցու առաջ։ Տերը մեզ իշխանություն տվեց, բայց Աստված խոհեմություն է փնտրում մեր մեջ։ Մենք պետք է խոհեմ լինենք եւ թույլ տանք, որ Տերը մեզ սովորեցնի։ Տերը մեզ կսովորեցնի եւ այդ ժամանակ մենք կանենք այն գործը, որը պետք է անենք։ Ձեր ընտանիքի համար, որ դուք եք եւ ձեր ընտանիքը, եւ դուք պետք է սա դնեք ձեր սրտում եւ փնտրեք դա, որովհետեւ բարեկամներս, եթե ձեր երեխային հանկարծ գերի վերցնեին, դուք կանեիք ամեն ինչ, որպեսզի գումար տայք ձեր երեխային ազատելու համար։ Եթե նա դարձի չգա, նրան կտանեն հավերժական տանջանքների մեջ եւ այլևս ոչ մի գումար չի օգնի նրան հետ գնելու կամ ազատելու համար։ Բայց այսօր ձեր աղոթքը զորություն ունի, եթե սկսեք աղոթել։ Իսկ հիմա եկեք դիտենք իրական կյանքի պատմությունը։ Խնդրեմ։ Նախքան Տեր Հիսուսին ընդունելը, իմ կյանքը լիովին ոչնչացած էր։ Մենք խաղաղություն չունեինք, եւ ես, նաեւ եղբայրներս ու հայրս միայն կախարդության տաճարներ էինք գնում եւ ինչպես ասում են, նվիրաբերված էինք կախարդությանը։ Նրան հանդիպեցինք այստեղ, թաղամասում։ Մարդիկ արբելուց բացի ուրիշ բան չունեին անելու։ Նա զենքեր ուներ եւ եթե նրա կողմից դանակահարված հաճախորդը չէր մահանում, ուրեմն բախտավոր էր։ Ես մի առիթով 8 անգամ դանակով խփեցի մեկին։ Հարբում էի, թմրանյութ էի օգտագործում եւ մի օր ինձ ձերբակալեցին։ Ուզում էին կյանքիս վերջ տալ։ Բանտում Աստծուն խնդրեցի, որ ողորմի ինձ։ Ինձ լավ աշխատասեր էի համարում։ Իսկապես աշխատասեր էր։ Բանտի աշխատողը ասաց. «Ոչ, հեռու գնա, նույնիսկ քո անունը այստեղ չի գրվի»։ Այս ազատագրումը տեղի է ունենում 1996 թվականին եւ հենց այս նույն տարում է, որ Էդգարը հանդիպում է Հիսուսի հետ եւ սկսում լսել դոկտոր Սուարեսի քարոզները։ Տեր Հիսուսի հետ հանդիպումից հետո ես գնացի եկեղեցի եւ սկսեցի լսել դոկտոր Սուարեսի քարոզները եւ սկսեցի իսկապես հասկանալ, քանի որ երբեք Աստվածաշունչ չէի կարդացել եւ ընդունեցի Հիսուսին որպես իմ փրկիչը եւ Աստված սկսեց փոխել իմ կյանքը։ Եկեղեցի գնալուց հետո նա փոխվեց։ Դոկտոր Սուարեսը սկսեց քարոզել այնպիսի հանգստությամբ, բացատրելով խոսքը, որ ես հասկացա, ասացի սա է ճանապարհը, ես պետք է վերցնեմ իմ օրհնությունը։ Սկսեցի լսել խոսքը, եւ Աստված փոխեց կյանքս։ Նրա կյանքը փոխվեց, փառք Աստծո, նա նաեւ այնպիսի կին գտավ, որ իսկապես լավ մարդ է, եւ նա շատ է օգնում նրան։ Երբ կարդացի Աստվածաշնչի պատմություններն օրհնված ամուսնությունների մասին, եւ թե ինչպես պետք է տղամարդը վարվի, որ պետք է միայն մեկ կին ունենա, աղոթեցի Աստծուն, որից հետո ես հանդիպեցի ապագա կնոջս։ Նա ինձ հրավիրեց գնալ եկեղեցի, քանի որ նա քրիստոնյա էր դարձել։ Ասացի լավ, կգամ։ Հետո ես մկրտվեցի եւ փառք Աստծուն,
Իսկ հետո մոտ 5-6 ամսվա ընթացքում մենք ամուսնացանք։ 9 տարի է ինչ ամուսնացած ենք։ Դա հիասքանչ էր եւ ես շնորհակալ եմ Աստծուն դրա համար։ Եթե նա շարունակեր իր կյանքն ապրել առանց Քրիստոսի, նա այսօր կենդանի չէր լինի։ Ես ֆինանսապես բարգավաճում էի, միշտ աղոթում էի, մասնակցում էի ժողովներին, նվիրվում էի, աղոթքի մեջ փնտրում էի Աստծուն։ Մինչև այն օրը, երբ դոկտոր Սուարեսը խոսեց Grace TV-ի մասին, հետո ես տանը տեղադրեցի Grace TV-ին եւ սկսեցի դիտել։ Նաեւ մի գիրք կարդացի, թե ինչպես վերցնեմ իմ օրհնությունը։ Աստված անընդհատ փոխում էր ինձ։ Իմ կյանքը նույնպես փոխվեց եկեղեցի գնալուց հետո։ Սովորեցի 10 նոր տալ նվիրատվություններ, աճել իմ հոգևոր կյանքում։ Այսօր ապրում եմ Աստծո փառքի համար։ Մենք տուն ունեինք, որ հեռավոր թաղամասում էր։ Դա լավ տուն չէր, վերանորոգված չէր։ Եվ այդ հողի մեջ նաև գործարան կար։ Գործարանի տերը առաջարկեց, որ մեզ համար այլ վայրում տուն կառուցի այս տան փոխարեն։ Նա ասաց, որ մենք կարող ենք ընտրել հողը, որտեղ ցանկանանք։ Նա մեզ տվեց այս տունը, այս տեղը շատ ավելի լավ է։ Գնացի մեքենա, նաև հեծանիվ, քանի որ նույնիսկ հեծանիվ չունեի։ Աստված մեզ շատ է օրհնել ամեն ինչում։ Նա մեզ լավ տուն տվեց։ Մենք ունենք մեկ այլ տուն, ավելի լավը, քան սա, որը մենք վարձով ենք տալիս։ Կան եւս 2 փոքր տներ, որոնք նույնպես վարձով ենք տալիս։ Ես այնքան շնորհակալ եմ Աստծուն, նա այսօր այնքան բան ունի, որ նախկինում նա նույնիսկ հեծանիվ չուներ։ Հավատարիմ զոհաբերողներ են, 10-նոր տվողներ։ Աստվածաշունչն է ասում, որ պետք է ուրախությամբ տանք։ Այսօր Էդգարը եւ Մարիա Լուսյան կամավոր աշխատողներ են Աստծո միջազգային շնորհ եկեղեցում։ Մեզ շատ օրհնության պատճառ եղավ մեր նվիրվածությունը։ Նախկինում նվիրվել էինք մեկ այլ կրոնի, գիշեր անցկացնում էինք կախարդության մեջ ներգրաված։ Այնքան վատ բաներ է անում, իսկ այսօր Աստծո օգնությամբ մենք աշխատում ենք առավելագույնն անել Աստծո համար։ Սա է իրական փոփոխությունը եւ այն տեղի է ունենում աստիճանաբար, երբ լույսը ներս է մտնում մեր կյանք։ Դա նման է մութ սենյակի, երբ դուք վերցնում եք մի փոքրիկ մոմ եւ սկսում եք տեսնել իրերը։ Որոշ ժամանակ անց դուք ավելի շատ լույս եք ներս բերում այնտեղ։ Իսկ մի օր դուք միացնում եք էլեկտրական լամպը եւ այն լուսավորում է ամեն ինչ։ Թվում է թե նույնիսկ պատերը այլ տեսք ունեն, որովհետեւ ավելի շատ լույս կա եւ ձեր կյանքը նույնպես տարբեր կլինի։ Եկեք կանգնենք աղոթենք բարեկամներ։ Հովիվ Հայմեն շուտով կմիանա ինձ հետ աղոթքի մեջ։ Այսօր հաղթանակի օրն է Տիրոջ փառքի համար։ Ձեր խնդիրը կարևոր չէ, խոնարհեք գլուխը, փակեք ձեր աչքերը։ Հայր, մենք իմ աղոթքով գալիս ենք քո առաջ այս բոլոր մարդկանց համար։ Այս մարդը Աստված, որ այս օրերին ցավ է զգում կրծքավանդակի ձախ կողմում, որ մտածում է գուցե սրտի կաթված է մոտենում իրեն, բայց Աստված կարող է այս խնդիրը լուծել, որովհետև Տերը հիմա կդիպչի այս մարդուն, Տերը կոչնչացնի այդ չարիքը։ Աստված, մենք հիմա աղոթում ենք այս մարդու համար, որ հուսահատ է, պարտքերի մեջ է եւ ուզում է կյանքին վերջ տալ։ Աստված, նրանք հենց հիմա աղոթում են։ Ես չգիտեմ, թե որտեղ են նրանք աշխարհում, բայց ես հիմա միավորում եմ իմ հավատը նրանց հավատի հետ եւ կաթվածահար եմ անում չարի բոլոր գործերը։ Դրանք հիմա կապված են, բոլոր չար ուժերը կապված են։ Փակեք ձեր աչքերը եւ աղոթեք, քանի որ Աստված հիմա ավելի մոտ է ձեզ։ Աստված ուզում է ձեզ տալ այս օրհնությունը։ Աստված կոչնչացնի այս չարիքը, որ հիմա անհանգստացնում է ձեզ։ Կենտրոնացրեք ձեր հավատը, քանի որ նա ձեր կողքին է, որպեսզի ձեզ հաղթանակ տա։ Ժամանակը եկել է Աստված իմ։ Դիպչիր հիմա այս սրտերին, այս պահին Աստված իմ, ուղարկիր քո զորությունը, Աստված մոտենում է քեզ։ Ես կաթվածահար եմ անում չարի գործերը եւ ասում եմ. չար ոգի, վերջ, Տեր Հիսուսի անունով։ Ես հանդիմանում եմ թշնամու կատարած ողջ աշխատանք այս մարդու կյանքում եւ ասում եմ. հեռացեք այս կյանքից, հեռացեք Քրիստոսի անունով։ Ես հրամայում եմ ձեզ հեռանալ հենց հիմա։ Բարեկամներս, աղոթեք, որովհետև Աստված մոտենում է ձեզ հիմա Քրիստոսի անունով։ Չարիք դու պետք է հենց հիմա հեռանաս, չքվես։ Ես հրամայում եմ քեզ,
գլխից միջև ոտքերը թող այս մարդուն ազատագրում չար ոգի, որ այս մարդուն տարօրինակ կործանարար մտքեր ես բերում, ես կապում եմ քեզ հենց հիմա, ես կապում եմ քո ողջ զորությունը, հրամանում եմ հեռանաս։ Հիսուսի անվան իշխանությամբ ու զորությամբ դուրս կորիր, չարիք, դուրս կորիր, աղոթեք ինձ այդ ժողովուրդ, ամբողջ իշխանությունը Հիսուսի անվան մեջ է, այս անվան մեջ քաղցկեղը չի կարողանում հաղթել, չարորակ գոյացությունը կչքվի, երբ որոշես, երբ ասես դուրս արի, այն դուրս կգա քո որդուց, քո դստերից, քո ամուսնուց, քո կնոջից, քո հորից, քո մորից, հոգևոր աշխարհում հեռավորություն չկա, հրամայիր հիվանդությանը հեռանալ, հոգնածություն դուրս արի, Հիսուսի անունով, դա պարզ է թվում եւ դա իրոք պարզ է եւ գործուն, այդ մենք ենք բարդացնում Աստծո գործերը, պարզապես ասա բոլոր չարիքներին հեռանալ, իմ հավատը միավորված է քո հավատի հետ եւ ես ասում եմ խրոնիկ միգրեն, խրոնիկ գլխացավ, բոլոր տեսակի գլխացավեր, ցավ պարանոցի հետևի մասում, ճնշում գանգի մեջ, որը հիմա կանցնի արյան բարձր ճնշում, ինչ էլ որ լինի, սրտի կաթվածի սպառնալիք, այս մարդը ցավ է զգում ձախ կողմում, կողոսկրերի մոտ ցավը հիմա անհետանում է այնտեղից, Հիսուսի անունով լինի դա փայծախում, թե որտեղ ես ասում եմ դուրս եկեք եւ դրանք պետք է անհետանան, դուք չեք կարող մնալ, դուք չեք կարող շարունակել, ես խոսում եմ Հիսուսի անունով, ձեր ստամոքսի ցավը անհետանում է, ձեր որովայնի ցավը աղիքային ծակոցը անհետանում է, Հիսուսի անունով, ես խոսում եմ թութքերի հետ, որոնք անհետանում են հենց հիմա, Հիսուսի անունով, օ բարեկամներ, մի ամաչեք, Աստծո զորությունը հիմա քայլում է մեր մեջ, քույրիկս այն զորությունը, որ Հիսուսի անունով է գալիս այստեղ, եւ ես ասում եմ դուրս եկեք բոլոր բորբոքումներ, Հիսուսի անունով, հիվանդություն, ուղիղ աղիքում արյունահոսությունը դուրս է գալիս, դադարեցրեք դրանք հենց հիմա, Հիսուսի անունով արյունահոսություն կնոջ մեջ, արյունահոսություն տղամարդու մեջ, դուրս եկեք, Հիսուսի անունով սա հոգևոր պայքարը եւ չարիքը չի կարող մնալ այս ձեռքերում, ոտքերում, ծնկերում, ազդոսկրում, ես հրամայում եմ, որ դրանք դուրս գան, ցավ կոճում, ցավ կռունկում, ոտնաթաթում, մենք պատերազմի մեջ ենք, մեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է եւ չարը չի կարող մնալ այնտեղ, չարը լքում է այս մարմինը, հոգեբանական, հուզական չարիք, ուշադրություն հովիվներ, աշխատողներ, Հիսուսի անունը բուժում է բոլոր դեպրեսիաները, Հիսուսի անունը բուժում է բոլոր խուճապային համախտանիշները, նա բուժում է տագնապային խանգարումը, ամբողջ վախն ու վախի ոգին դուրս կգան, մտային հակամարտությունը դուրս կգա, խառնաշփոթը, ինքնասպանության մտքերը դուրս կգան, հեռացեք, անհետացեք, Ալցհեյմերի հիվանդությունը, որ դա կնոջ մեջ է, հիվանդանոցում, հեռացիր, մենք հրամայում ենք Հիսուսի անունով։ Whoa!